Ինչպիսի արձագանք ենք ստանում հանրությունից։ Վաու էֆեկտ։ Այսպիսի արձագանքներ են ստանում հունիսի 3-ից 4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզամերգային համալիրում տեղի ունեցած Rice Expo Powered by Silicon Mountains 2026 միջոցառման իրենց արտադրանքն ու տեխնոլոգիական լուծումները ներկայացնող հայ արտադրողների։ Արտադրողներից մի քանիսի հետ զրուցեցինք, պարզելու թե ինչ են ցուցադրում եւ իսկ բառազինության տեսակներ են արտադրում հայկական ընկերությունները։ Ցուցադրված է պայթուցիկներ, որոնք օգտագործվում են 60 մմ-անոց ականանետի 82 մմ-անոց 122 OG7 նռնակի եւ 155 մմ-անոց նռնակի։ Ցուցադրված է նաեւ էլեկտրոդետոնատորներ, այսինքն հոսանքով աշխատող պայթուցիչներ։ Ստեղ ցուցադրված է RPG-7 նռնականետից արձակվող PG-7 տեսակի ուսումնական նռնակը իր լիցքով, սեփական արտադրության OG7 նռնակը ուսումնական եւ մարտական տարբերակով համապատասխան լիցքով, տեղափոխվենք այս կողմ հայկական արտադրության ATS-նա, ոչ թե հավաքված, այլ արտադրված Հայաստանում ATS-նա, ցուցադրված են բոլոր կոմպոնենտները, ամբողջությամբ բացի կամերայից արտադրվում է Հայաստանում։ Մեզնից ցախ հատվածում ավելի ռազմական պրոդուկտներ են ցուցադրված, ATS-ից նետվող բեկորային նռնակների տեսակները, ATS-ին ամրացվող բեկորային կոմուլյատիվ եւ բեկորային նռնակները։ Դες ենք ներկայացնում FPV տեսակի դրոնը, որը 10 դյույմանոց է, օգտագործվում է կապի միջոցը, օգտագործվում է օպտիկա մանրաթելային կծիկները, մեր կողմից արտադրված մարտկոցը, որը թույլ է տալիս մինչև 15 րոպե օդի մեջ աշխատել եւ 10 կիլոմետր հեռավորությամբ տեղափոխել ընդհանուր 5 կիլոգրամից ավել քաշը, ինչպես նաեւ ավտոմատացված խոցման հնարավորությունը, որը բացառում է օպերատորի անվարժ լինելու դեպքում թիրախին չհարվածելու սխալը։ Իսկ ինչը կարող է զինծառայողի ծառայությունը դարձնել ավելի ապահով եւ անվտանգ։ Արտադրում ենք անհատական պաշտպանիչ միջոցներ, զրահքարեր, սաղավարտներ, ճկուն բալիստիկ պաշտպանություն ու AM Technologies ընկերությունն է արդեն համազարգային կրակի համակարգեր արտադրում։ Գործանում արդեն ամբողջը արտադրվում է, օգտագործելով բարձր մոլեկուլար պոլիէթիլեն, կերամիկա արտադրվում են զրահքարերը, ստեկարակ տեսնեք նույնիսկ պետական փորձարկումներն անցել, կրակում են 10 մետրից SVD հրացանով, ամբողջ տեսականին պետական փորձարկումներ անցել ու մատակարարվում է ուժային կառույցներին։ Սրանց պաշտպանական մակարդակը BR1 է, իր մեջ կա ճկուն բալիստիկա, ճկուն բալիստիկան կատարում է ամորտիզացիա, ինքը պահում է ատրճանակի կրակոց, դանակի մեկ էլ ասֆալկաներ է պահում։ Այս հագնում են շորի տակից, այս դե արդեն պարզ է, ինքը քողարկված զրահբաճկոն է։ Այս սապյորսկի է, ինքը մենք նենց ենք արել, որ մաքսիմալ կարողանանք մարմնի մասեր պահենք, էլի, որ ապահով լինի։ Այս հատուկ նշանակությանն է, այն էլ հանձնում ենք մեր բանակին, մեր զինվորներն են հագնում։ Էմոցիաները մեզի լցնում է, այլ դրական այդ մարդկանցից եկածող էներգիայով մենք ուղղակի տենց չենք պատկերացնում, որ տենց կարա մարդիկ ուրախացնի այդ նորությունը, որովհետև հայկական արտադրությունը մեր գերնպատակը ինքնաբավ լինելն է, ասենք մեր փորձը ցույց է տալի, որ ինքնաբավ լինելը ամենակարևորն է։ Ամեն բանական մարդ պետք է հպարտանա, որ իր պետության մեջ գոյություն ունի նման բան։